Թուրքիա-Հայաստանի Հանրապետություն սահմանը աշտանաբար բացվելու է, աշխատելու է, ինչ-որ բաներ են անում, բայց ես մեր ժողովրդը մի բան պետք է ասեմ, այդ խաղաղության պայմանագրոտից մի տարվեք էլի, չվերածվի հանկարծ իդեաֆիքսի, որտեղ եթե չիլնելու, չիլնելու։ Կաջակցեն Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու համար այս Չէ, դա Նիկոլի հետ կապ չունի, Նիկոլը, այսինքն իհարկե պիտի նկատի ունենանք, սա վարչապետն է եւ վարչապետը որոշ նորմատիվների մեջ է, խոսելու համար, վերլուծելու եւ այլն։ Ինչքան Հայաստանի Հանրապետությունը մենք կդարձնենք իսկական պետություն, խաղաղության պայմանագիր այնքան դեմ կգա։ Իսկ ուրեմն 1939 թվի օգոստոսին օրինակը բերում եմ Լեհաստանը ուներ խաղաղության պայմանագիր սովետական Ռուսաստանի հետ կամ Ստալինի հետ եւ Գերմանիայի հետ։ Բայց նրանք օգոստոսի 23-ին նստեցին եւ կիսեցին, չէ։ Սովետն ու Հիտլերն ու Ստալինը կիսեցին Լեհաստանը։ Հետո նոր Հիտլերը հարձակվեց, սովետական բանակն էլ ռուսների ասածով ազատագրեց Լեհերին, Վարշավան Լեհերի արևելյան։ Ուզում եմ ասել, որ պայմանագրերի հիմքն է ուժեղությունն է հարցը։ Ես չասեմ այդ ուղղությամբ չաշխատել, այո, աշխատել, ստորագրել եւ այլն, բայց դա հիմա կապված է ներքին եւ արտաքին, ներքինի հետ շատ կապ չունի, արտաքին ուժերի, արտաքին դասավորումների հետ եւ հազար մի հարցերի հետ։ Դրա համար բևեռանալ, որ հետո հանգարտ չլինի, դե շատ վատ է լինում, որ չի լինում, չէ, ինչքան վատ է մարդը իրեն զգում, որ սպասելիքը չի լինում, հանգարտ, չէ, դրա համար պիտի աշխատել, պիտի ձգտել, պիտի քարոզչության մեջ շատ հուպ տալ, կներեք բառի համար, այո եւ այլն, բայց իրականության մեջ կարևորը մեր Սյունիքից եւ մնացած տեղերից ադրբեջանցիների դուրս մղելն է, որ հիմա հնարավոր է եւ մեր ընկեր խորհրդանշական քայլերի մեջ կարող ենք դա ուզում եմ ասել դա պայմանների հետ կապ ունի մենք աշխատենք նաեւ լսեք ինչ կա ես մի վախ ունեմ չնայած կարծում եմ կլինի մեր համալսարանները ի վիճակի են սպասարկելու ամերիկյան տեխնոլոգիական օժանդակությանը ի վիճակի չեն դա բարձ է որ չեն մենք ի վիճակի ենք Հայաստանում մշակված տեխնոլոգիական արժեքներ այսօր գնահատել ես կոնկրետ դեպքեր ունեմ ոչ ի վիճակի չենք որովհետև կլանի տգիտության եւ այլն հարցեր կան հիմա գալիս է ուրիշ բան դե Ֆրանսիան չեմ ասում որովհետև Ֆրանսիան շատ է իսկ հայտնի մեր ժողովրդի որովհետև հարաբերություններն մեր չէ շատ են որպես ժողովուրդ Ֆրանսիայի ոնց որ թե մի ընտանիք լինեն էլի շատ բաներ գիտեն հիմա Գերմանիա դա գիգանտ է տեխնոլոգիական ինժեներական մտքի գիգանտ է հիշեք մինչև ռուսները արտադրում են գողացած գերմանական մեքենաների մոդելներ հրթիռները գերմանական մոդելի են բրաունի եւ այլն Գերմանիան գերմանական փիլիսոփայությունը մշակույթը կլասիկան Բեթհովեն եւ այլն այս հավաքական հիմա մեր կրթական համալսարանական համակարգը ի վիճակի է դա մարսելու դրա վրա զարգանալու թե չէ սրանք են մեր խնդիրները սրանք են իհարկե կառավարություն ունի արտգործնախարարություն նաև որոնք պիտի անպայման այդ խաղաղության պայմանագրի վրա աշխատեն չաշխատեն բայց եթե դա պիտի նաև ուրեմն հարցեր ունի դրսի հետ ես չգիտեմ դա լինելու է թե չէ Ադրբեջանը դա կիրառում է մեր դեմ ակնհայտ ճնշման միջոց է խորհրդանշական այսինքն մենք ինչ ենք անում ասեմ այսինքն մենք սահմանը թող տեսեք Էրդողանին երբևէ լսել եք որ այս հարցերը կան լինելու է դրանք ամերիկացիները մի լավ ընկեր ունեմ թուրքագետ Չակրյան Հակոբ ասում եմ ինչու այդպես լինելու դե մենք հումորային բաներ ունենք ասում եմ որովհետև այդպես են ուզում ամերիկացիները նո իհարկե այսպես հիմա ամերիկացիները այդպես են ուզում այդ լինելու է Այսինքն այդ քայլերը Միացյալ Նահանգների հետ է Իհարկե ոնց դուք կարծում եք որ առածները այսօր Պուտինը ռիսկ ունի Թրամփի հետ վիճելու
Ռիսկ ունի, այդ մի նայեք քարոզչությանը, հարց Չի կա վիճում, բայց վերեկը։ ասածներ չի անում։ Չեն ամերիկացիներին պետք չի որ Ռուսաստանը էլ քայքայվի շատ, որտեղ արդեն ընկել պերծել է, նրանք ո մեր նման չեն մտածում, հայ, տեսնում են որ այդ բանից ընկել է, այլևս չի վերականգնվելու, ինչ որ չափով ուզում են փրկել, կոնգրեսը դեմ է, դա ադմինիստրացիան է այդպես։ Եվ այստեղ մեծ բան է գնում, ուզում եմ ասել հիմա այս հարցերի մեջ մենք ունենք տեխնոլոգիական վերականգնման, սահմանները վերականգնելու եւ միջազգային հարաբերությունների մեջ եղած նշեր ամրացնելու։ Լյուքսեմբուրգ հիմա տեսեք ռազմավարական գործընկերությունը, մարդիկ կասեն Լյուքսեմբուրգը որտեղ է, Լյուքսեմբուրգն ունի աշխարհում լավագույն մետալուրգիա եւ այլն, այսինքն համալսարաններ։ Հիմա մենք պետք է աշխատենք մեր հրատապ հարցը, ասեմ ձեզ, հրատապը մի համակարգով մսուր մանկապարտեզից մինչև համալսարան շատ արագ ինչքան հնարավոր է վերականգնելն է, իսկական բովանդակություն տալն է, հայ մշակույթը մաքրելն է, այդ աղբից լեզվի ինչ որ ասվում է, այս գողականությունից, այս բարքերից եւ աշխատել անշուշտ ունենք ջուղային նախարարություններ, ամեն մեկ իրենով կաշխատի, արտգործ նախարարություն այնտեղ բավականին լավ աշխատում է ազգային անվտանգության խորհուրդը, որը շատ ես կուզենամ որ նա շատ ավելի լավ աշխատի, որովհետև դա է աշպետությունների արևմտյան տիպի ուղեղային ստրատեգիական վերլուծության եւ որոշումների կայացման հենքը եւ այլն։ Այսինքն սրանք հիմա պետության արդիականացման հարց ունենք, սա է հարցը, պայմանագրի մասին էլ պետք է աշխատենք, բայց դա չպետք է դառնա դոմինանտի բան, պայմանագիր ստորագրեցինք, թե չէ։ Ասում եմ Ռուսաստանի բարական նայեցեք, Ռուսաստանը որևէ պետության հետ, որ ունի բոլորի հետ ունեցել է պայմանագիր, մի օր հարգած ունի, ըստ բանի, այս Ուկրաինայի Ղրիմը ինչի չի վերադարձնում, Ելցինն ու Կուչման իրար հետ պայմանագիր էին ստորագրել, իմ ասում են լավ եմ հանում չեմ տալիս։ Մեզ հետ մենք դեկտեմբերի 2-ին 20 թվի Երևանի մարզը ամբողջապես մերն է ըստ ռուսների հետ պայմանագրի։ Պարզվեց Նախիջևանը միջից անեց, Շարուրը հանեց։ Երև ընդ որում մի հատ ուղում եմ ուզում հայերին անեմ։ Այդ Նախիջևան Շարուրը Երևանի նահանգ, որ ասում եք, մեջն է եղել այդ գավառը, Երևանի նահանգն է։ Տվեց մեզնից վերցրեց Թուրքին տվեց, ուժեղացրեց նրան, ընդ որում նաև Թուրքի գլխին օին սարքել, որտեղ դա տրվել է պրոտեկտորատ, մերոնց ամերիկահայերին գիտության վրա աշխատողներին մի հատ տեսափորձեցի կապ չառաջան, մի հատ Նախիջևանի միջազգային կարգավիճակը մի հատ ուսումնասիրեք որպես պրոտեկտորատի ձեր համալսարաններում, եւ դա խոցելի տեղ է Ադրբեջանյան, դա իրենը չի, իր մասը չի, ինքը դարձրել է։ Պիտի գտնել նաև Ադրբեջանի վրա ճնշման կետերը, որոնք են, որ ինքը կչոքի։ Այդպես չի, ուզում եմ ասել, գործը գնում է, կյանքը գնում է, հերկ Ադրբեջանի հետ էլ փորձել հարաբերություններ կարգավորել, եւ նաեւ հետո են, որ ասում են Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցը մոռացել են, չէ՞։ Եվրոպայում ոնց օգտագործվեց, Ադրբեջանը խառնվեց, չէ՞։ Այսինքն քաղաքականություն իրենց համար սրանց համար բան է, սեմուշկա ուտել են, պեպեզած խորհրդանում, ինչ որ անում էին։ Ուրեմն խորքերը պետք է հասկանալ, իհարկե աշխատել խաղաղության օրակարգի վրա, բայց խաղաղության օրակարգի տակ ունենալ այն Հայաստանը, որ դեր կլինի այդ խաղաղությանը։ Զորանալ։ Եվ պրոգրեսիվ, դեմոկրատական լինի։ Դրա համար այս ռևանշիզմը պիտի ընդրություններում ջախջախվի, ոտից գլուխ, Ղարաբաղյան գլանը պիտի ջախջախվի։ Եվ վերջ։